Բարև ձեզ եւ բարի գալուստ update լրատվական։ Առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Նիկոլ Փաշինյանը Չոլպոն Ատա քաղաքում հանդիպել է Սադիր Ժապարովի հետ։ Ժապարովը ողջունել է Նիկոլ Փաշինյանին եւ շնորհավորել խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման եւ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Սադիր Ժապարովը ընդգծել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ջանքերը Հարավային Կովկասում բարեկամության եւ բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանն ուղղված եւ համոզմունք հայտնել, որ խաղաղության եւ կայունության ապահովումը կայուն աճի եւ ժողովրդի բարեկեցության բարձրացման կարևոր պայման է։ Այս համատեքստում Қырғызստանը կարևորում է ավանդական բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ մեր երկրների արժեքների ընդհանրության վրա հիմնված Қырғызստան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումը։ Մեր փոխգործակցությունը բնութագրվում է կառուցողական քաղաքական երկխոսությամբ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու ձգտմամբ։ Ակնկալում եմ, որ այսօր հանդիպումը նոր լիցք կհաղորդի Қырғызստան-Հայաստան բարեկամությանը եւ հնարավորություն կտա նախանշելու երկու երկրների միջև գործընկերության հետագա զարգացման հեռանկարային քայլերը, նշել է Қырғызստանի նախագահը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ շնորհավորել Սադիր Ժապարովին Қырղստանի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու առիթով։ Անդրադառնալով Қырղստանում արձանագրված տնտեսական բարձր աճին, Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ դա կնպաստի երկրում կենսամակարդակի բարձրացմանը, ինչը Қырղստանի կառավարության եւ Սադիր Ժապարովի անձնական հաջողությունն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չոլպոն Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Վերջինիս բացի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետներից մասնակցել են նաև Իրանի, Ուզբեկստանի եւ Կուբայի ներկայացուցիչները։ Մինչ նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել նաև ելույթով։ Уважаемые главы правительств, Կառավարության հարգելի ղեկավարներ, նիստի հարգելի մասնակիցներ, նախ եւ առաջ թույլ տվեք անկեղծ շնորհակալություն հայտնել Қырғызստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևին ավանդական ջերմընդունելության եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման բարձր մակարդակի համար։ Ցանկանում եմ ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության եւ Կուբայի Հանրապետության հարգարժան ներկայացուցիչներին։ Հայաստանի Հանրապետության համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության եւ արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այս մոտեցումը իր արտացոլումը կգտնի նաեւ նոր կառավարության ծրագրում, որի ղեկավարումը ինձ է վստահվել։ Միևնույն ժամանակ կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած սկզբունքների հավատարմության օգտին։ Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է։ Ցավոք գործնականում այս սկզբունքները լիարժեք չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումներ եւ վարչական միջոցներ շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործընկերությանը, նվազեցնելով գործընկերության պայմանների կանխատեսելիությունը եւ ինտեգրման գործընթացների արդյունավետությունը։ Հայաստանի Հանրապետությունը անշեղորեն ապահովում է առավելագույնս բարենպաստ, հավասար եւ ոչ խտրական պայմաններ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների տնտեսվարողների գործունեության համար։ Մենք հետևողականորեն ելնում ենք այն սկզբունքից, որ համանման մոտեցում պետք է կիրառվի Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում։ Հենց այդ պատճառով սկզբունքորեն կարևոր ենք համարում, որպեսզի ցանկացած միջոցառում, որը կարող է ազդել անդամ պետությունների ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր շուկայի մուտքի վրա, ընդունվի բացառապես ԵԱՏՄ իրավունքին համապատասխան, համաձայնեցված ընթերցակարգերի հիման վրա եւ իրավասու մարմինների միջև կառուցողական փոխգործակցության շրջանակներում։ Նման հարցերի անտեսումը կարող է ոչ միայն արգելակել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացումը, այլև բացասաբար ազդել դրա նկատմամբ մեր երկրների քաղաքացիների եւ գործարար համայնքի վերաբերմունքի վրա։ Ի վերջո նման խնդիրները դադարում են առանձին անդամ պետությունների խնդիրները լինելուց, դրանք դառնում են ամբողջ միության ընդհանուր խնդիրները։ Հենց այդ պատճառով մեզ անհրաժեշտ է ժամանակին վերացնել առաջացած խոչընդոտները, կանխել ԵԱՏՄ-ի ներսում առևտրատնտեսական հարաբերությունների անկումը, նվազագույնի հասցնել հեղինակությանն առնչվող գործարար ռիսկերը, ինչպես նաև հետևողականորեն ամրապնդել
փոխադարձ վստահությունը։ Հարկ է նաև ընդգծել, որ մի շարք ուղղություններով ԵԱՏՄ-ի սահմանած ռազմավարական նպատակները դեռևս ամբողջությամբ չեն իրագործվել։ Սա նշանակում է, որ այսօր մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ միայն նոր նախաձեռնությունների քննարկման, այլև արդեն ընդունված որոշումների գործնական իրականացման, համաձայնեցման ընթացակարգերի արագացման եւ ԵԱՏՄ ինստիտուտների աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա։ Հարգելի գործընկերներ, կցանկանայի անդրադառնալ նաև այն օբյեկտիվ տնտեսական ցուցանիշներին, որոնք համոզիչ կերպով վկայում են, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հիմնված է փոխադարձ պարտավորությունների կատարման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ ստանալու վրա։ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 319 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է շուրջ 175 միլիոն դոլար։ Այսպիսով, Հայաստանը միության ընդհանուր բյուջե է փոխանցել զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացել է, ինչը մեր պատասխանատու դիրքորոշման եւ ԵԱՏՄ շրջանակներում պարտավորությունների բարեխիղճ կատարման անմիջական հաստատումն է։ Պակաս խոսուն չեն նաեւ փոխադարձ առևտրի դինամիկաները։ 2025 թվականի արդյունքներով ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կազմել է շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում հայկական արտադրանքի արտահանումը միության շուկա կազմել է շուրջ 3.2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ԵԱՏՄ ընդհանուր շուկայի մասնակիցն է, այլև միության անդամ պետություններում արտադրող ապրանքների եւ մատուցող ծառայությունների կարևոր սպառողը։ Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը ի գիտություն է ընդունում ԵԱՏՄ անդամ 4 պետությունների ղեկավարների 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարությունը, որում աջակցություն էր հայտնել Հայաստանում Եվրոպական միության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։ Մինչդեռ գիտեք, 2025 թվականին Հայաստանում ընդունվել է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին օրենքը։ Նման օրենքի ընդունման ռազմավարական նպատակը մեր երկրի համար այլընտրանք ստեղծելն է։ Մենք հասկանում ենք, որ Եվրոպական տնտեսական միությանը եւ Եվրոպական միությանը միառժամանակի անդամակցությունն անհնար է, սակայն նշված օրենքի ընդունման փաստը ինքնին չի նշանակում, որ Հայաստանը այսօր Եվրոպական միության անդամ դառնալու հնարավորություն ունի։ Երբ ապագայում Հայաստանը որակապես պատրաստ լինի Եվրոմիության անդամակցությանը, դա նույնպես չի նշանակում, որ մեր երկիրը ինքնաբերաբար դառնում է Եվրոմիության անդամ։ Դրա համար դեռևս անհրաժեշտ կլինի Եվրոմիության անդամ պետությունների համաձայնությունը եւ Հայաստանի քաղաքացիների հավանությունը։ Մյուս կողմից ակնհայտ է, որ անհնար է այս հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների որոշմանը առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, եւ նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի Եվրոպական միության անդամակցելու պաշտոնական հայտով դիմել Եվրոպական միությանը։ Դրանից հետո անհրաժեշտ կլինի նաև ստանալ Եվրոպական միության անդամակցության տեխնացու երկրի կարգավիճակը։ Առանց թվարկած փուլերից առնվազն մեկին մասնակցելու նշված հարցով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդակազուրկ եւ կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխան տալ մի հարցի, որը այս պահին պարզապես գոյություն չունի։ Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիները ընտրություն կատարեն երկու այլ ընտրանքի միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ եւ գործնականում ոչ լեգիտիմ։ Ես շնորհակալ եմ ԵԱՏՄ-ի իմ գործընկերներին, Հայաստանի, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ այլ երկրների տարբեր գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելու եւ սեփական երկրի համար առևտրատնտեսական այլընտրանքներ ստեղծելու լեգիտիմ իրավունքը ճանաչելու համար։ Նման մոտեցումը օգտակար եմ համարում ԵԱՏՄ-ի համար, քանի որ հնարավոր այլընտրանքների գոյությունը այն գործոնն է, որը կնպաստի ԵԱՏՄ-ի մրցունակության եւ գրավչության բարձրացմանը, եւ կարծում եմ, որ ոչ ոք չի ժխտի, որ այս առումով մենք ԵԱՏՄ-ի ներսում անելիք ունենք։ Մենք պատրաստ ենք եւ առաջարկում ենք աշխատել այդ ուղղությամբ։ Մյուս կողմից պետք է նշեմ, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջև ներկայիս փոխհարաբերություններում չկա որևէ իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություն, որը հակասում է ԵԱՏՄ-ի ներսում եւ դրա շրջանակներում մեր փոխհարաբերությունների կարգավիճակին։ Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքներից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։ Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հիմնարար սկզբունքների պահպանմանը, անդամ պետությունների իրավասության եւ գործնական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման օգտին։ ԵԱՏՄ-ն այնքան ավելի գրավիչ կլինի, որքան ավելի հետևողականորեն կպահպանվեն մեր իսկ պայմանավորվածությունները եւ կհարգվեն միմյանց
մարդկանց ինքնիշխան իրավունքները։ Հենց դրանում ենք տեսնում վստահության, կայունության եւ երկարաժամկետ հաջողության հիմքը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է դիվերսիֆիկացիայի եւ Հայաստանի համար այլընտրանքներ ձևավորելու արտաքին քաղաքականություն, ինչը յուրաքանչյուր երկրի սուվերեն եւ լեգիտիմ իրավունքն է։ Փաշինյանը այս մասին ասել է Ղրղստանում ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե իր համար կարևոր է, որ Հայաստանը շարունակի մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ես արդեն ասել եմ, որ մեր նպատակը Հայաստանի համար այլընտրանքներ ստեղծելն է։ Ես կարծում եմ, որ դա յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։ Բոլոր երկրները աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի լինեն այլընտրանքներ։ Եվ ես կարծում եմ, որ այս պահին ԵԱՏՄ-ի համար լավագույն դիրքավորումը կլինի ոչ թե այս գործընթացի տորպեդահարումը, այլ հակառակը, աշխատելը, որպեսզի բարձրանա ԵԱՏՄ-ի մրցակցությունն ու գրավչությունը։ Ես կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, եւ ես արդեն ասել եմ, որ Հայաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ։ Գանք Հայաստան։ Այսօր նորընտիր ազգային ժողովի հերթական նիստն էր, որի ընթացքում քննարկվում էր Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Արամ Վարդևանյանին ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը։ Այսօր падգամավորները հանդես եկան ելույթներով, որի ընթացքում ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը անդրադարձավ Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար, թե ոչ։ Կամ ասում եք, դե ասեք է Ռուսաստանը սպառնալիք է, թե սպառնալիք չի։ Տիկին Վարդան, ախր դուք իշխանություն եք եղել, իշխանության մաս եք եղել։ Ռուսաստանը Ադրբեջանին 5 միլիարդի զենք է վաճառել։ Դաշնակցությունը այդ ամբողջ ընթացքում այստեղ խմբակցություն է ունեցել։ Մահաբեր զենքեր է վաճառվել Ադրբեջանին 5 միլիարդի։ Բա Հանրապետական խմբակցությանը, պաշտպանության նախարարին հարց պատասխանի ժամանակ, կամ ինչու՞ չէ ձեր կոալիցիայի անդամ գործընկերներին, ասեք, բա այդ սպառնալիք է, թե սպառնալիք չի։ Ասենք, կարելի էր այդ հարցը տալ, թե չէր կարելի այդ հարցը տալ։ Ես կարծում եմ կարելի էր այդ հարցը տալ, բայց ինչ չեք տվել։ Որտեղ ինքնիշխան չեք եղել այն ժամանակ, այսինքն։ Ասում եք, հիմա ինքնիշխան եք, կարող եք այդ հարցը տալ։ Այսինքն այն ժամանակ ինքնիշխան չեք եղել, թե դա որպես սպառնալիք չեք դիտարկել, բայց հիմա ասենք տնտեսական մի քանի ապրանքի սահմանափակումը դիտարկում եք պոտենցիալ սպառնալիք։ 5 միլիարդի զենքի վաճառքը սպառնալիք էր, թե սպառնալիք չէր։ Ձեզ եմ հարցնում հիմա Տիկին Վարդան։ Իմ համար ակնհայտ է, որ սպառնալիք է։ Ակնհայտ է, որ սպառնալ։ Բա ո՞նց եք դիմագրավել այդ սպառնալիքին։ Ասեմ ո՞նց եք դիմագրավել այդ սպառնալիքին։ Ձեր եւ հանրապետական խմբակցության գործընկերները ասել են դա բիզնես է։ Այտենց եք դուք դիմագրավել այդ սպառնալիքին։ Հենց այտենց ասել են բիզնես է։ Ինչ կա բիզնես է, էլի։ Այդ ոնց որ մենք հիմա ենք ասում, որ ձկնաբուծությունը եւ ձկնամթերքի արտահանումը բիզնես է, դուք այտենց ասել եք 5 միլիարդ դոլարի մահաբեր զենքերի Ադրբեջան արտահանման մասին։ Դե այդ ինքնիշխանության ցուցիչ է, պարոն Հարությունյան, դա է ինքնիշխանության ցուցանիշը։ Ազգային ժողովի նիստում խոսվեց նաև եկեղեցու մասին։ Ուժեղ Հայաստան խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ երկրային դատավորը կարող է քննել իրավական հարցեր, բայց ոչ մի երկրային դատավոր չի կարող դատել հայոց հայրապետի առաքելությունը։ Հիշեցնենք, որ այսօր նիստի ժամանակ մեկնարկեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եւ մյուս բարձրաստիճան հոգևորականների գործով դատական նիստը։ Պետությունը սահմանադրական պարտավորություն ունի հարգել եկեղեցու ինքնուրույնությունը։ Բայց պետությունը իրավունք չունի իրեն վեր տասել եկեղեցուց։ Պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին կյանքին այնպես, որ կասկածի տակ տրվի նրա ինքնուրույնությունը եւ տարերով ձևավորված կարգը։ Որովհետեւ իշխանությունները գալիս են ու կնում են։ Իսկ հայոց եկեղեցին շարունակում է կանգուն մնալ։ Այս իշխանությունը նույնպես անցնելու է, ինչպես անցել են իրենից առաջ եղած բոլոր իշխանությունները։ Այսօր, այո, կարող եք ունենալ իշխանություն, կարող եք ունենալ մեծամասնություն, կարող եք ունենալ ուժային կառույցներ, բայց դուք երբեք չեք ունենալու պատմության աշտարացումը, եթե ձեր անունը կապվի հայ ժողովրդի հոգևոր հիմքերը խարխրելու փորձի հետ։
Ազգային ժողովի առաջին նստաշրջանի շրջանակում ելույթ ունեցավ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արտուր Հովհաննիսյանը, արձագանքելով ընդդիմության եկեղեցու վերաբերյալ քննադատություններին։ Եկեղեցու առնվազն երկու պաշտոնյայի բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ կա տեղեկատվություն, որ նրանք խախտել են կուսակրոնության ուխտը։ Եվ հաշվի առնելով, որ ինչպես Գառնիկ Դավթյանը ասաց, որ եկեղեցին մեր պետության հիմնասյուներից է, ես ամբողջությամբ համաձայն եմ ձեր այդ գնահատականների հետ, եւ հաշվի առնելով, որ այս նշածս հանգամանքները խարխլում են պետության հիմնասյուները, մենք կանգնած ենք եկեղեցու պաշտպանության, եկեղեցու կողքին, մենք պաշտպանում ենք եկեղեցուն, իսկ դուք պաշտպանում եք կուսակրոնության ուխտը խախտած, քաղաքականության մեջ խառնված եկեղեցականներին, որոնք օգտագործելով կրոնը եւ եկեղեցին պաշտպանում են իրենց ուխտը խախտելը, քաղաքականության մեջ ներգրավվել, այլ բաների մասին էլ չեմ խոսում, ուրիշտեղ չեմ շարունակում։ Եվ հիմա ով է պաշտպանում եկեղեցին, մենք թե դուք։ Ով է պաշտպանում եկեղեցին, մենք թե դուք։ Ով որ պաշտպանում է կուսակրոնության ուխտը խախտելը, թե ով որ ասում է, որ կուսակրոնության ուխտը խախտածը պետք է հեռանա եկեղեցուց։ Ով է այստեղ եկեղեցու կողքին կանգնած։ Այս արդեն մեր ժողովուրդը այդ գնահատականը տվել է ամեն դեպքում։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը լքեց ազգային ժողովի նիստերի դահլիճը։ Ընդդիմադիր խմբակցությունը ուղևորվեց Էջմիածին, որտեղ մեկնարկել էր ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եւ մյուս բարձրաստիճան հոգեվորականների գործով դատական նիստը։ Գործընկերներին միացան նաեւ որոշ պատգամավորներ ընդդիմադիր մյուս Հայաստան խմբակցությունից։ Ուժեղ Հայաստանից խորհրդարանում մնացին միայն ելույթների համար հերթագրված պատգամավորները։ Մնացական սկսեք։ Չէ, դուրս գալ, ես մեղավոր եմ, որ դուրս են գալիս իրանք ձեր ելույթի ժամանակ սկսեք։ Միացրեք, ժամանակը թող սկսի գնալ։ Ես չեմ չեղում, 2 րոպե Սիրելի սպասեմ կգան, թող իմ ժամանակից գնա, ոչ մի խնդիր չկա։ Ես այդ առումով կաշկանդված չեմ։ Շատ շնորհակալ եմ։ Գիտեմ գնում է, ոչինչ, թող իմ ժամանակից գնա։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եւ եւս 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին հայտնել է փաստաբան Արազ Զոհրաբյանը։ Դատավորը որպես ինքնաբացարկի հիմք է ներկայացրել այն հանգամանքը, որ իր փաստաբանական արտոնագիրը ժամանակին ստացել է հենց Արազ Զոհրաբյանից, որը այդ ժամանակ եղել է փաստաբանների պալատի նախագահը։ Նա փաստաբան է եղել եւ նրա փաստաբանական արտոնագիրը ես եմ հանձնել։ Իմ անձնական կարծիքով դա ինքնաբացարկի հիմք չէր, բայց դատավորը հաշվի առնելով, որ դա կարող էր կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց, մանրամասնել է Արազ Զոհրաբյանը։ Նա հավելել է, որ քրեական գործը մակագրվելու է մեկ այլ դատավորի, որը կրկին նիստ է հրավիրելու, եւ եթե ինքնաբացարկի բացարկի հիմքեր չլինեն, գործը քննվելու է։ Գարեգին B կաթողիկոսին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով նաև գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Իր ուղերձում Իսրայելի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանը եւ Իսրայելը կշարունակեն դիվանագիտական երկխոսությունը եւ ընթացիկ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։ Շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին նաեւ Քուվեյթի արտաքին գործերի նախարար Շեյխ Ջարա Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահը։
Օգտվելով այս հաճելի առիթից կցանկանայի հայտնել իմ անկեղծ պատրաստակամությունը եւ ձգտումը շարունակելու մեր համատեղ աշխատանքը ուղղված երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ամրապնդմանը եւ ընդլայնմանը տարբեր ոլորտներում ի նպաստ մեր երկու բարեկամ ժողովուրդների տեսլականների ու ձգտումների իրականացման, իր ուղերձում նշել է Քուվեյթի արտաքին գործերի նախարարը։ Արարատ Միրզոյանին շնորհավորել են նաև Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոստանտինոս Կոմբոսը եւ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբայևը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արարատ Միրզոյանին չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին։ Ղեկավարվելով Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տրամադրել չվճարվող արձակուրդ 5 օր տևողությամբ 2026 թվականի օգոստոսի 10-ից 14-ը ներառյալ։ Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, նշված է որոշման մեջ։ Սերբիայի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աննա Բրնաբիչը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Աննա Բրնաբիչը Ռուբեն Ռուբինյանին մաղթել է հաջողություններ, բարձր և պատասխանատու առաքելության իրականացման գործում, իսկ Հայաստանի Հանրապետությանը առաջընթաց և բարօրություն։ Ուղերձի ավարտին Սերբիայի Հանրապետության ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրները կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները, ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Կենտրոնական Եվրոպայի երկրների համար ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել Սլովակիայում։ Օդը տաքացել է մինչև 42.2 աստիճան Ցելսիուս։ Օգոստոսի 6-ին Սլովակիայի հարավում ջերմաստիճանը հասել է 42.5 աստիճանի։ Երկրում ջերմաստիճանային ռեկորդներ են արձանագրվել երկրորդ օրը անընդմեջ։ Օգոստոսի 5-ին Սլովակիայի հարավում գտնվող Կամենցիե Նադ Հրոնում բնակավայրում գրանցվել է 41.4 աստիճան Ցելսիուս տաքություն։ Միջազգային այլ գլխագրերի ծանոթացեք տեսաշարով։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը քննադատել է Թուրքիայի իր պաշտոնակից Հական Ֆիդանին Իսրայելին Սիրիան ապակայունացնելու մեջ մեղադրելու համար։ Այս մասին Սաարը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։ Սրանք նույն թուրք առաջնորդներն են, որոնք տասնամյակներ են անցկացրել խախտելով Սիրիայի ինքնիշխանությունը, ցինիկաբար դասեր տալով ուրիշներին միջազգային իրավունքի մասին։ Թուրքիան օկուպացրել է Սիրիայի 5%-ը եւ մտադիր է ռազմական բազաներ ստեղծել Սիրիայի տարածքում խաթարելու Իսրայելի անվտանգությունը, հավելել է Սաարը։ Սաարը նաև նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան լայնածավալ ռազմական արշավներ է իրականացրել Սիրիայում եւ Իրաքում քրդական ուժերի դեմ։ Ավելի վաղ Ֆիդանը Անկարայում սիրիացի գործընկերոջ Ասադ Հասան Աշ-Շայբանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կոչ էր արել ճնշում գործադրել Իսրայելի վրա, հարգելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսրայելական շարունակվող հարվածները համարելով Սիրիայի ինքնիշխանությանն ուղղված ամենաակնառու սպառնալիքներից մեկը։ Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը ստորագրել են Մեքքայի համաձայնագիրը, որը թուրքական լրատվամիջոցների գնահատմամբ կարող է էական ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքում անվտանգության ներկայիս հավասարակշռության վրա։ Համաձայնագրով նախատեսված հավաքական պաշտպանության մեխանիզմը համեմատում են ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի հետ։ Ըստ հրապարակված տեղեկությունների համաձայնագիրը նախատեսում է, որ 3 երկրներից որևէ մեկի դեմ իրականացված հարձակումը կհամարվի հարձակում համաձայնագրի բոլոր մասնակիցների դեմ։ Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ նոր ձևաչափը մեկ ընդհանուր պաշտպանական համակարգում միավորում է Թուրքիայի ռազմական ներուժը, Պակիստանի միջուկային կարողությունները եւ Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային ազդեցությունը։ Ըստ հրապարակումների դաշինքի հիմնական նպատակներից մեկը 3 երկրների համատեղ զսպման կարողությունների ամրապնդումն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրիոտ հրթիռները անհրաժեշտ են ոչ միայն Ուկրաինային, այլև Միացյալ Նահանգներին։ Լրագրողները խնդրել են մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունները, որ Կիևին խիստ անհրաժեշտ են պատրիոտ հակահրթիռային համակարգեր եւ հեռահար հրթիռներ։ Դրան ի պատասխան Միացյալ Նահանգների նախագահը ասել է, որ մեզ նույնպես հրթիռներ են անհրաժեշտ, հավելելով, որ իրեն նախորդող նախագահ Ջո Բայդենը Կիևին տվել է 300 միլիարդ դոլարի զինամթերք։ Նա նշել է, որ իր առաջին նախագահության ժամկետի ավարտից հետո զենքի պահեստները լիքն էին, սակայն դրանց մեծ մասը սպառվել է պաշտոնից իր հեռանալուց հետո։ Թրամփը միևնույն ժամանակ պնդել է, որ այժմ վերակառուցում է այդ ամենը եւ որ ԱՄՆ-ն դեռևս բավարար զինամթերք ունի իր զինանոցում։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աշխատում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ գրանցում է առաջընթաց։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով գիշերը խոցվել է ուկրաինական 203 անօդաչու թռչող սարք։ Ըստ գերատեսչության թիրախում եղել են Վոլգոգրադ, Վորոնեժ, Կալուգա, Ռոստով, Ռիազանի, Տուլա եւ այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Թաթարստանը եւ այլ տարածքներ։ Կրկին հարձակման է ենթարկվել Վայլդբերիզի պահեստ, այս անգամ Եկատերինբուրգում։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, հարյուրավոր մարդիկ տարհանվել են։ Ռուսաստանն էլ իր հերթին հարվածել է Ուկրաինային։ Կիևում եւ այլ բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել։ Այս ֆոնին Միացյալ Նահանգների նախագահը կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, այդ թվում Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերով։ Դոնալդ Թրամփը մտահոգվել է, որ երկու կողմից էլ կորուստների թիվը աճում է։ Իրանի խորհրդարանը քննարկում է օրինագիծ, համաձայն որի ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ կապված նավերի անցումը Հորմուզի նեղուցով կարգելվի։ Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամներից մեկը։ Նախագծի համաձայն կարգելվի ԱՄՆ-ին, Իսրայելին եւ թշնամական համարվող այլ պետություններին պատկանող նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Իրանին վնաս պատճառած երկրները չեն կարողանա Հորմուզի նեղուցով եւ Պարսից ծոցով անցնելու թույլտվություն ստանալ մինչեւ պատճառված վնասի լրիվ հատուցումը։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանը եւ Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները։ Ընդ որում նա ընդգծել էր, որ Թեհրանի եւ Մասկատի միջև ապագա պայմանագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում։ Այդ հարցը կախված է Միացյալ Նահանգների գործողություններից։ Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը եղանակային վտանգի ամենաբարձր կարմիր մակարդակ է հայտարարել մայրաքաղաք Նյու Դելիում տեղատարափ անձրևների պատճառով։ Նյու Դելիի մի քանի շրջանում սաստիկ տեղատարափներն առաջացրել են լայնածավալ խցանումներ եւ հեղեղումներ։ Այդ կապակցությամբ Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը տագնապի կարմիր մակարդակ է հայտարարել, կանխատեսելով առաջիկա ժամերին չափավոր անձրևներ տարածքի մեծ մասում եւ տեղ-տեղ սաստիկ տեղատարափներ ամպրոպների եւ կայծակների ուղեկցությամբ։ Ներկայիս մուսոնային անձրևների սեզոնով պայմանավորված համանման եղանակային պայմաններ են դիտվում նաև Հնդկաստանի այլ տարածքներում։ Վատ եղանակն առաջացնում է սողանքներ եւ հեղեղումներ։ Ասամի նահանգում տարերքի մոլեգնումից վերջին օրերին արդեն զոհվել է 97 մարդ։ Հնդկաստանի արևելյան Ջարքանդի նահանգում 20 մարդ զոհվել էր կայծակի հարվածներից։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Համաշխարհային բանկի եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի ընթացքը, ինչպես նաեւ դրա իրականացման մեխանիզմների կատարելագործման, գործընթացների ճկունացման եւ արագացման առնչվող հարցեր։ Թրիփ ծրագրով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրու եւ Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական եւ էկոզբոսաշրջության զարգացումը, բարձրացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը եւ մարզերի մրցունակությունը։ Պետք հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում բացահայտել է շուրջ 1.3 միլիարդ դրամի թաքցված հարկման օբյեկտ, պատմում է տեսանյութը։
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է շուրջ 1.3 միլիարդ դրամի թաքցված հարկման օբյեկտ։ Այսպես, վարչության 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզում առևտրի կենտրոնի գործունեությամբ զբաղվող ընկերությունը առևտրի իրականացման վայրում գտնվող պահեստային տարածքները տրամադրում է վարձակալության, որոնցից գոհացած հասույթները չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Նույն տվյալների համաձայն առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերի վարձավճարներից բացի յուրաքանչյուր ամիս կանխիկ եղանակով գանձում է նաև հավելյալ գումարներ, որոնք չեն փաստաթղթավորվում օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չեն ներառվում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Վարչության աշխատակիցները ձեռնարկել են համակողմանի եւ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։ Հետազոտվել են առևտրի կենտրոնի ներքին հաշվապահական հաշվառման փաստաթղթերը եւ աշխատանքային համակարգիչներում արկա տեղեկատվությունը։ Միաժամանակ օպերատիվ հարցման են ենթարկվել առևտրի կենտրոնում գործունեություն իրականացնող մի շարք հարկ-վճարողներ, որոնք հայտնել են արժեքավոր տեղեկատվություններ։ Ձեռքբերված ամբողջ տեղեկությունները մանրամասն վերլուծվել եւ ուսումնասիրվել են։ Այնուհետև տվյալները համադրվել են առևտրի կենտրոնի կողմից հարկային մարմին ներկայացված համապատասխան հարկային հաշվարկներում ներառված տվյալների հետ։ Պարզվել է, որ ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1.3 միլիարդ դրամի հարկման օբյեկտ։ Արդյունքում չի հաշվարկվել եւ չի վճարվել շուրջ 492 միլիոն ՀՀ դրամի հարկեր, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ընկերությունում իրականացվող միջոցառումների ընթացքում հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության եւ հարկ-վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն վարչության աշխատակիցները օպերատիվ հսկողության տակ են պահել նաեւ առևտրի կենտրոնում գործող խանութների ընթացիկ գործունեությունը եւ ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ օրերին խանութների ընդհանուր ֆիսկալ շրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համադրելի օրերի համեմատ կտրուկ ավելացել է շուրջ 110%-ով։ Պետական եկամուտների կոմիտեն առևտրի կենտրոններին եւ դրանցում գործող հարկ-վճարողներին հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու եւ հարկվող օբյեկտները թերհայտարարելու արատավոր վարքագծից։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու նման արատավոր երևույթները կանխելու եւ դրանց կազմակերպիչներին բացահայտելու հարցում։ Եվ շարունակելով թողարկումը, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը երթևեկության յուրաքանչյուր մասնակցի պարտականությունն է։ Այդ ուղղությամբ վերահսկողությունը, իրավախախտումների կանխարգելումը եւ ճանապարհային անվտանգության ապահովումը ներքին գործերի նախարարության ոստիկանության առաջնահերթություններից են, պատմում է տեսանյութը։ Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը երթևեկության յուրաքանչյուր մասնակցի պարտականությունն է։ Այդ ուղղությամբ վերահսկողությունը, իրավախախտումների կանխարգելումն ու ճանապարհային անվտանգության ապահովումը ներքին գործերի նախարարության ոստիկանության առաջնահերթություններից են։ Օգոստոսի 5-ին Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում մոտոցիկլետներով ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես մոտոցիկլետավարների կողմից ճանապարհային երթևեկության եւ հաշվառման համարանիշերի օգտագործման կանոնների խախտումները։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 34 մոտոցիկլետ։ Մասնավորապես հայտնաբերվել են առանց վարորդական իրավունքի վկայականի 22, մոտոցիկլետի հաշվառման համարանիշի նիշը փակելու 17, առանց ԱՊ պայմանագրի 7, անընթերնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով վարելու 6, ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո մոտոցիկլետն այդ համարանիշերով վարելու 2 եւ այլ իրավախախտման դեպքեր։ Հաշվառման համարանիշը փակելու կամ դրա տեսանելիությունը որևէ եղանակով սահմանափակելու փորձը վարչական պատասխանատվությունից խուսափելու միջոց չէ։ Պարեկային ծառայողների տեսադաշտից նման խախտումները չեն վրիպում։ 25000 դրամ եւ 2 տուգանային միավոր է նախատեսված տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն 1 նիշը փակելու համար։ Առանց հաշվառման համարանիշի փոխարինված կամ այլ համարանիշով մոտոցիկլետ վարելն առաջացնում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում 1 տարի ժամկետով, իսկ վարելու իրավունք չունեցող կամ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ սահմանված է 200,000 դրամ տուգանք։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել հաշվառման համարանիշերի օգտագործման կանոնները, զերծ մնալ դրանք փակելուց, ծալելուց կամ տեսանելիությունը որևէ եղանակով սահմանափակելուց եւ երթևեկել բաց
բացառապես պատշաճ փակցված եւ ընթերնելի համարանիշով։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման եւ իրավախախտումների կանխարգելման ուղղված ուժեղացված ծառայությունները շարունակական են։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետության տարածքում օգոստոսի 8-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին 10-ի 12-ի գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ 9-ից 11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-ի 11-ին Երևան քաղաքում, օգոստոսի 8-ին 12-ին լինելու է առանց ստեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան 10-ից 11-ի գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում եմ լավ հանգստյան օրեր։ Կհանդիպենք։